Каждая девочка хочет быть идеальной мамой и женой. А каждая женщина просто быть собой. Майонез Слобода. Давайте быть довольными, а не идеальными. Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Բարև ձեզ Վահե, Անահիտ, Կարեն, ձեզ այցելել են Դավիթը եւ Վահանը չէին սպասում հաղորդման շրջանակներում։ Համեցեք։ Ինչպես եք, օրը ինչպես է սկսվել տրամադրությունն, ինչպես է։ Հիանալի, շատ բարձր տրամադրությամբ, ինչպես միշտ։ Շատ լավ է, հրաշալի է։ Կարեն, դու ինչպես ես։ Ոնց ես ասա։ Չէ, չես ասում։ Ինչի։ Լավ, թույլ տանք թող երեխան վայելի իր անհոգ մանկությունը, սկսենք ձեզնից։ Բայց ոնց որ երեխան գնում ատնից։ Լավ։ Անվտանգ էր ձեր շքամուտքը, բայց ամեն դեպքում երեխան միայնակ է, կարծում եմ ռիսկային է, եթե կա կարիք մի պահ դադարեցնելու նկարահանումը, կարող ենք դադարեցնել, հետո շարունակել։ Մամ, դու կգաս Կարենի մոտ։ Բարև ձեզ։ Ձեզ նույնպես այցելել են Դավիթը եւ Վահանը չէին սպասում հաղորդման շրջանակներում։ Հիմա տատիկի կարևոր պարտականությունը պետք է վերցնեք ձեր ուսերին եւ գնաք երեխային։ Պայման, ձեր թույլտվությամբ ես գնամ երեխային հետևելու։ Համեցեք։ Շնորհակալություն։ Բժիշկներ։ Այո։ Ինչպես է սկսվում բժիշկների օրը ընդհանրապես։ Առհասարակ կլինիկա գնալով, բայց քանի որ երկուսս էլ այնպիսի մասնագիտություն ունենք, որ ավելի շատ ազատ գրաֆիկով ենք աշխատում, այսինքն այնպես չի, որ պարտադիր առավոտից երեկո գնում ենք կլինիկա, հիմնականում գնում ենք այն ժամանակ, երբ որ ունենք գրանցումներ, կոնսուլտացիաներ, այդպես։ Բժշկության ո՞ր ճյուղերն եք ընտրել։ Ես պլաստիկ վիրաբույժ եմ մասնագիտությամբ։ Ես բժիշկ ստոմատոլոգ։ Ամենապահանջված բժշկական ուղղությունները կարծում եմ։ Վերջին շրջանում հատկապես պլաստիկ միջամտությունների շատ են դիմում մարդիկ։ Մենք այսօր բնականաբար շատ ենք խոսելու բժշկության մասին, բայց նաև խոսելու ենք ձեր տան մասին։ Մի կարճ ակնարկ բժշկությունից հետո կանցնենք արդեն բնակարանային բացահայտումներին։ Ովքեր են հիմնականում դիմում պլաստիկ վիրաբուժության, ավելի շատ տղամարդիկ, թե կանեք, որովհետև վերջին շրջանում ձեր խոնարհ ծառան նույնպես դիմում է պլաստիկ վիրաբուժության։ Միանշանակ կանեք, բայց իհարկե տղամարդիկ եւս դիմում են։ Քթի պլաստիկա, ծնոտային պլաստիկա եւ ավելի շատ բլեֆարոպլաստիկայի համար։ Կոպերի կախվածություն, ստորին կոպերի շրջանում պարկերի արկայություն, ավելի շատ այդ երկու վիրահատությունների համար են դիմում։ Խոսենք տնից։ Խոսենք։ Երբ եք ձեռք բերել այս բնակարանը, որքան ժամանակ է, որ ընդհանրապես ընտանիք եք կազմել։ 3.5-4 տարի է ինչ ամուսնացած ենք, բնակարանը ծնողներիս նվեր ենք ստացել, իմ ծնողներից նվեր եմ ստացել ես, բնակարանը գնվել է 2006 թվականին։ Նույնիսկ այդ շենքը այս ժամանակ արդեն կա։ Չէ, դեռ չկա շենքը, նոր է կառուցվում 2006 թվականից, 22 թվականից։ Մենք արդեն 3.5 տարի ամուսնացել ենք, ու հենց ամուսնացել ենք, տեղափոխվել ենք այս բնակարան։ Ծնողների ճաշակով է այս վերանորոգումը կատարվել, թե դուք ձեր դիզայներական միջամտությունը ամեն դեպքում։ Ամբողջը ես եմ արել։ Լուրջ։ Այո։ Առանց Անահիտի կարծիքը հաշվի առնելու։ Շատ քիչ հարցերում է օգնել Անահիտը, որտեղ այդ ժամանակ ինքը քննությունների էր պատրաստվում։ Ես իրականում իմ կյանքի 10 տարին անցել է սովորելով։ Դե նորմալ է, բժշկության ոլորտը ընտրած մարդիկ շատ են սովորում։ Ու ինչ հարցն ժամանակ տալիս է, ասում է, ես ասում եմ, ես դասերում եմ քննություններն եմ, ինչ խոսես ես։ Ես քննություններին եմ պահապում, ոնց ուզում ես արա, ու ես ինչքան կարողացել եմ արել։ Ինչքան ստացվել է, ինչքան հասցրել եմ, այնց գնացել եմ խանութ նայել եմ, բայց Խոսենք ձեր տան այս հուշանվերային հատվածից։ Սրանք ձեզ համար բերված են, թե դուք եք բերել։ Բոլորը մենք ենք բերել։ Եվ հասցրել եք այսքան շատ երկրներում լինել, գովելի է, շրջագայում եք, սիրում եք շրջագայել։ Որ երկիրն է ձեզ ամենաշատը գայթակղել։ Ֆրանսիան։ Ֆրանսիայից վերջում ենք եղել Ֆրանսիայում ու շատ սիրահարվել ենք Փարիզին։ Սիրո երկիր է։ Այո։ Սիրո լեզու է ֆրանսերենը։ Համաձայն եք։ Ու մենք նոր տարվա նախորդին ենք գնացել, այնքան սիրուն էր ամեն ինչ ձևավորված, ոնց որ հեքիաթում լինեինք։
մի խոսքով սիրահարվել Շատ ցուրտ։ ու Ես հետ կգնանք։ նաև ուզում եմ հասկանալ ձեռքերը ինչ են խորհրդանշում, կարծում եմ ձեր երկուսի Իմ ու Վահեի ձեռք։ ձեռքահերքերն են։ Նվեր ենք ստացել։ Ահա։ Այդպես ներկում էր ձեռքը դնում եւ որպես հուշ։ Լավ, միջանցքում ամեն բան կարծես թե պարզ է, շարժվենք առաջ։ Գնանք հյուրասենյակի հատված, բնակվում եք 3-ով։ Դուք եւ ձեր երեխան, ինչպես հասկացա, մայրիկը այսօր ուղակի եկել էր ձեզ օգնելու։ Մաման շատ է օգնում։ Ովքեր են լինում ձեր հյուրերը հիմնականում։ Բժիշկներ, թե ոլորտի այլ մասնագետներ, Ընկերներ։ ընկերներ։ Անում ընկերներ։ Իսկ ընկերների շրջապատում շատ են բժիշկները, թե կան նաև այլ Իմ ներկայացուցիչներ։ շրջապատում չէ, շատ 1-2 հոգի են որ բժիշկ են, մնացածի մանկության ընկերներն են։ Իմ շրջապատում մեծամասն բժիշկներ են։ Դուք նաև ներկայանում եք հանրությանը որպես այն գրագետ խոսող բժշկուհին, ճիշտ ասացի։ Շնորհակալություն, շատ հաճելի էր։ Ճիշտ ասացի։ Այո, շատ են ասում։ Համեցություն մի era։ Ինչու ընտրվեց հենց այդ կարգախոսը։ Ավելի շատ երկող բժշկուհի եմ նաև։ Ես փոքրուց երգել եմ, արևիկ եմ հաճախել, երգի պետական թատրոնն եմ ավարտել։ Բա ինչպես եղավ որ երգարվեստից անցում կատարվեց դեպի բժշկություն։ Ասեմ, իրականում ես ուզում էի կոնսերվատորիա ընդունվել, բայց հայրիկս այդքան էլ կողմ չէր ու միակ առարկաները, որ սիրում էի այդ ժամանակ ավելի շատ, դե դպրոցում գերազանց սովորել եմ բոլորը, բայց ավելի շատ սիրում էի կենսաբանությունն ու հատկապես քիմիան, այդպես որոշեցի, որ ընդունում եմ բժշկական։ Առաջի կուրսում ընդհանրապես չէի սիրում ու մտածում էի, որ չէ, ամեն դեպքում ես պետքա երգի գծով շարունակեի, բայց երկրորդ կուրսից շատ սկսեցի սիրել, սիրահարվեցի բժշկությանն այսպես ասած, հետո նույնիսկ սկսեցի գերազանց էլի սովորել, փոխել անվճար ու ինձ համար բժշկությունը ասես դարձավ մի հատ մեծ կյանք, մեծ աշխարհ, առանց որի էլ չեմ պատկերացնում իմ կյանքը։ Ընտանիքում կամ գերդաստանում կան մարդիկ, ովքեր դուք Իմ առաջինն եք։ ընտանիքում չկա, բայց ընտանիքում կան շատ կան։ Մայրիկս բժշկուհի է։ Կրկին ատամնաբույժ։ Խորաքույրներ։ Չէ։ Մայրիկս, հետո իմ խավորն ատամնաբույժ, մորակույրս։ Հորաքույրդ, մորաքույրդ իրենց ընտանիքում է։ Անահիտ, մարդիկ մուտք գործելով ձեր սոցիալական էջեր, ինչ կգտնեն այնտեղ։ Ավելի շատ ընտանեկան հարաբերություններ, իմ եւ ամուսնու հարաբերությունները ես շատ եմ ցույց դնում, որովհետեւ շատ եմ ուզում, որ մեր աղջիկների կողքին լինեն այնպիսի աջակցող տղամարդիկ, ինչպեսին Վահենա, ես իրոք ոչ մի բան չեմ չափազանցնում, ինքը շատ աջակցող տեսակ է։ Ու ես փորձում եմ ցույց տամ դա բլոգի մեջ, որպեսզի աղջիկները թեկուզ այդպես նայելով ճիշտ ընտրություն կատարեն։ Նաև նվերներ էիք նվիրում իրար, կոնկրետ գույների, ստուգում Վահեի ռեակցիաները։ Լավ, դուք կարծես թե այդքան էլ ակտիվ չեք Վահե սոցիալական էջերում, Ընդհանրապես ակտիվ չեմ։ բայց վերջին շրջանում փորձը ցույց է տալիս, որ թեկուզ բժիշկները նաև պետք է շատ ակտիվ լինեն, հատկապես Instagram-ում, որպեսզի ունենան շատ այցելուներ, պացիենտներ, ձեր դեպքում հիվանդներ չեն, չէ՞, պացիենտներ։ Բայց դուք ակտիվ չեք։ Ինչով է դա պայմանավորված։ Փորձում եմ ակտիվ լինել Անահիտի օգնությամբ, ինչքան հնարավոր է Ես օգնում եմ։ փորձում եմ կոնտենտ ստեղծել իր համար, բժշկական կոնտենտ, բայց քանի որ մի քանի բան եմ անում, արդեն մի քանի կես եմ լինում։ Չեմ հասցնում։ Ռոմանտիզմի դրսևորումը ում կողմից է եղել Վահե ձեր, թե նաև այցելող ընկերների։ Վահեի տղայիս Նույնիսկ։ նույնիսկ նա հետևորդուհուս նվերն է։ Շատ լավն են իմ հետևորդները։ Ինձ շատ լավ նվերներ են միշտ անում, ուղարկում։ Շատ եմ սիրում իրենց։ Դուք ասացիք, որ 3.5-4 տարի է, ինչ բնակվում եք քաղաքի ամենակենտրոնական հատվածներից մեկում, չեմ նշի թե որտեղ են գտնվում, իսկ մինչ այդ որտեղ եք բնակվել եւ ձեր արմատները որտեղից են գալիս։ Ես բնակվել եմ Կինո հայրենիքի մոտ, երևի Շենգավիթ վարչական շրջանում։ Ես քանակերում եմ։ Մինչև տեղափոխվել է բնակվել, իսկ արմատներով Սյունեցիներ են երկուսել։ Ձեզ կապել է բժշկությունը, թե Սյունիքը։ Բժշկությունը։ Ինչպես է եղել այդ հանդիպումը, կպատմեք։ Պատմեմ։ Իրականում ծանոթներիցս մեկը խնդրել էր, որ ես իմ լեկցիաներից տրամադրեմ Վահեին, ոնց որ համատեղ ծանոթ ունեինք, այդպես տրամադրել էի, նկարով տեսել էր, հավանել էր։ Ես իրան իրական կյանքում չէի տեսել։ Մի քանի անգամ այդպես համալսարանում տեսել էր ու այդպես է սկսվել հիմնականում։
հետո քաղցր տենց կոնֆետներով եւ այլն եկավ շնորհակալություն հայտնելու ինձ, որ տրամադրել է իմ լեկցիաները իրեն։ Ուսանողական սեր կարելի է այսպես բնութագրել ձեր հարաբերությունները։ Հետաքրքիր կոլաժ կա ձեր պատին։ Ահա։ Ում կողմից է սա ձեզ նվիրվել։ Չի նվիրվել, ես ինքս եմ ձեռք բերել։ Դուք եք ձեռք բերել։ Սիրում եք այսպիսի բաներ, ոչ թե նկարներ, այլ կոնկրետ եռաչափ պատկերներ։ Իսկ դիմակները, որոնք մի տեղում երկուսն են, իսկ մյուս տեղում երեքն են, ինչ որ բան խորհրդանշում են, թե կրկին ուղղակի գեղեցկության համար է։ Մեր խավորի եւ խավոր կնոջ նվերներն են մեզ։ Ահա։ Երբ որ եկել էին տան նորամուտին, սա ինչքան գիտեմ խորհրդանշում է շատ բան կտեսնես, շատ բան կլսես, բայց պետք է լուր մնալ։ Խելացի մարդիկ սիրում են լուր մնալ։ Մենք հնարավորություն ունենք դուրս գալու այս բային պատշգամբ, եթե դեմ չեք իհարկե, հասկանանք ինչ տեսարան է բացվում։ Դուք երևի թե բացառիկ երջանիկներից եք, ովքեր հնարավորություն ունեն քաղաքի կենտրոնում բնակվելով դուրս գալ պատշգամբ եւ դիմացը մի փոքր, բայց գոնե ունենալ տեսարան, որովհետեւ որդեգրվել է նոր քաղաքականություն, շենքի վրա։ Ամենամեծ խնդիրը այդքան էլ մաքուր չէ, բայց հետևորդներս պատկան մարմինների գործն է դա կարծում եմ։ Հատկապես այս տարածքում պետք է մեծ խնդիր ունենաք ավտոկայանատեղի։ Ունենում եք, թե ձեր բախտը բերել է եւ դուք ունեք ստորգետնյա ավտոկայանատեղի։ ման են գալիս կանգնելու տեղ։ ամեն անգամ ու երկու մեքենայով ենք եւ ես ունեմ եւ ինքը ու Շատ ժամանակ այն ժամերին են գալիս, որ տեղ լինի։ Եթե գործը ավարտացել ենք լինում, չեն գալիս, որովհետև կանգնելու տեղ չկա։ Վերջին շրջանում, եթե այցելում ենք այնպիսի մարդկանց, ովքեր բնակվում են կենտրոնում, բոլորը նշում են, որ փորձում են չօգտվել մեքենաներից։ Դուք նույնպես վարվում եք այդպես, թե ամեն դեպքում մեքենան անհրաժեշտություն է։ Ես փորձում եմ, աշխատանքի վայրը այդքան հեռու չի, բայց Անահիտը չի կարող։ Ես միշտ օգտվել եմ մեքենայով։ 10 տարի է վարորդ եմ արդեն։ Նույնիսկ։ Վահե, կա մի խորհուրդ, որը հենց այս պահին կարող եք բացառիկ կերպով ուղղել մեզ դիտող մարդկանց եւ ասել, թե ինչպես վարվել սեփական ատամների հետ, որպեսզի դրանք երկար կյանք ունենան։ Պետք է խնամել։ Պետք է խնամել, լվանալ օրը 2 անգամ եւ օգտագործել ատամնաթելեր։ Ամենակարևորը։ Հենց պարտադրում համեշտ որ ատամնաթել։ Դա ամենակարևորն է։ Մնացածը արդեն 6 ամիսը մեկ հաճախել մասնագետի ու պրոֆեսիոնալ հիգիենայի համար։ Իսկ ճիշտ է, որ պետք է ընտրել ատամնաբույժին, որովհետև նա ավելի լավ մասնագետ է լինում։ Չեմ կարող ասել դա։ Լավ, ամեն դեպքում մի փոքր ցուրտ է, չնայած Գարունը լիարժեք մտել է իր իրավունքների մեջ, բայց մի փոքր ցուրտ է, գնանք ներս, մեր զրույցը շարունակենք այնտեղ, եթե իհարկե դեմ չեք։ Հաջորդ հարցս Անահիտին։ Բոլոր այն մարդիկ, ովքեր դիմում են պլաստիկ վիրաբուժությանը, նաև ասում են, որ պլաստիկ վիրաբույժները ոչ թե մարդուն դարձնում են գեղեցիկ, այլ ընդգծում են նրա գեղեցկությունը։ Այո։ Դուք ընդգծում եք, թե ավելի եք գեղեցկացնում մարդկանց։ Ես համաձայն եմ, ընդգծում են գեղեցկությունը։ Բոլոր մարդիկ յուրովի գեղեցիկ են։ Իրականում լինում են պացիենտներ, որ նույնիսկ գալիս են, խնդրում են այսինչ կամ այնինչ հատվածը փոխել։ Ես մերժում եմ, որովհետև խորհուրդ եմ տալիս իրենց եւս մեկ անգամ լավ մտածել դրա ուղղությամբ։ Ես ճիշտ չեմ գտնում միայն փողը վերցնել ու անել են ինչ որ պացիենտն է ասում, որովհետև երբեմն դա նաև հոգեբանական խնդիր է լինում, մի քիչ պետք է մտնել դրության մեջ այդ պահին հասկանալ։ Եթե իհարկե դա բժշկական գաղտնիք չէ, կբացեք, թե խոսքը ինչի մասին է։ Տեսեք, օրինակ կան աղջիկներ, որ գալիս են ռինոպլաստիկայի համար, ու ես իրենց ասում եմ, որ ձեր քիթը օրինակ ձեզ շատ սազում է ու դուք երբես շատ խարիզմատիկ եք։ Ու մաման էլ կողքիցս տեսար, որ ես ասում էի, բժշկուհին էլ նույնն է ասում, ու այդպես շատ եղել են դեպքեր, որ իրենք սկսել են փոշմանել իմ ասածից հետո ու մտածել են, որ չէ, իսկապես երևի չարժե փոխել արտաքինը։ Բազմոցը բավականին ընդարձակ է, իսկ դա նշանակում է, որ այստեղ հնարավոր է իրականացնել գեղեցիկ կինոդիտումներ։ Այո։ Դա իրականանում է, թե մասնագիտական զբաղվածությունը թույլ չի տալիս։ Չէ, իրականանում։ Իրականում է։ Ինչ ֆիլմեր եք Կարեն քնելուց հետո միշտ իրականում։ Ինչ ֆիլմեր եք նախընտրում դիտել։ Դու ասա ճաշակները տարբեր են։ Շատ ավելի լավ, քննարկենք։
Ես երևի չնայած ես վերջերս էլ չեմ նայում ռոմանտիկ ֆիլմեր, որովհետև տեղից է շատ էմոցիոնալ եմ, գերեմոցիոնալ եմ։ Մի հատ էլ որ դրանք էլ նայում եմ, հուզվում եմ, տպավորվում եմ, հետո ավելի ծանրանում, սարսափ ֆիլմեր եմ շատ սիրում։ Շատ Սարսափ ֆիլմեր, որտեղ շատ արյուն կամ մարդկանց կտրատում են, հետո կարում են։ Իրականում մեկ-մեկ ասում են, որ վիրաբույժները իրենք մի քիչ մազոխիստ են համարվում, չգիտեմ։ Բայց դա այդպիսի բան։ Չգիտեմ որքան վա ճիշտ։ Մազոխիստ թե սադիստ։ Հակառակ ասացի, ճիշտ է, սադիստներ, բայց երևի ինչ չի վեր։ Քեզ չի վերաբերվում։ Բայց ես սիրում եմ վերք, արյուն։ Դե մասնագիտությունը ամեն դեպքում իրեն Շատ եմ անում է։ սիրում։ Վահե, իսկ դուք մելոդրամաներ, Չէ, պատմական ֆիլմեր հիմնականում։ պատմական ֆիլմեր։ 3 ֆիլմ խորհուրդ կտաք մեզ դիտող մարդկանց։ Դուք ձեր սիրելի ժանրի մեջ, դուք ձեր սիրելի ժանրի մեջ Անահիտ։ Ոյ։ Սարսափ։ Օյո։ Սղոց 5-ը ենթադրեմ։ Չէ, սղոց։ Ես երևի դու հեռուստասերիալ ասեմ, ես Վարսեցի աշկի շատ սիրում եմ, Forrest Gump-ն եմ շատ սիրում, իհարկե պատմողական այդքան էլ այդ ժանրի մեջ չի, բայց Forrest Gump եւ Գահերի խաղը։ Չէ, չեմ նայել, ճիշտն ասած, չեմ նայել։ Այդ ես չեմ նայել։ Եվ Պապեգի Շոուշենկը։ Օ, լավն էր։ Անահիտ, դուք չեք հիշում որևէ սարսափ ֆիլմ։ Այնքան շատ եմ հիշում, բայց չգիտեմ, Զվանոկ։ Մի հատ խաղեր կային, որ խաղում էին։ Կաղամարի խաղը։ Չէ։ Չէ։ Չեմ կարողանում հիմա անունը հիշեմ։ Դե լավ, կարծում եմ ընթացքում կհիշեք եւ կբարձրաձայնեք, կարծում եմ։ Կրկին անդրադառնանք ատամնաբուժությանը։ Շատ կարևոր է պահպանել սեփական ժպիտը, վերջին շրջանում մարդիկ ատամները, սեփական ժպիտը, մարդիկ գնում են դեպի հոլիվուդյան ժպիտների եւ ասում են, որ նաեւ շատ դեպքերում վնասում են նույնիսկ ատամների սպիտակեցումը կարող է վնասել։ Դրանք իրականում հորինվածքներ են, թե կա այդպիսի ճշմարտություն։ Ատամների սպիտակեցումը թե խոսքը վերաբերում է քիմիական սպիտակեցման, եթե քո սեփական ատամները նյութերով սպիտակեցնում են, դա որոշ չափով վնասում է, մասնագիտորեն չխորանամ, որոշ չափով վնասում է, բայց ուրիշ լուծում կա դրան, այդ վինիրներ ասվածա, որը որ շատ քիչ ատամը հղկվում է եւ երկար ծառայում է։ Օրինակ ինձ չի թողնում, որ ես սպիտակեցում կատարեմ, որտեղ ասում եմ վնասը։ Աշխարհի ամենալավ հակագովազդը հենց նոր արեցիք, Վահեի բոլոր այցելուները այլևս կհրաժարվեն գալ ատամների սպիտակեցման։ Ես քիմիական սպիտակեցում համարյա չեմ անում։ Ինքը չի ելանում։ Հա, հասկացա, այդքան էլ հակագովազ չէ։ Ես երևի հիմնականում ես ու Անահիտը երևի միակ բժիշկներից ենք, ովքեր տեսեք գալիս են քիթը վիրահատելու, Անահիտը ասում է կարիքը չկա, պետք չի, ես ասում եմ սպիտակեցման կարիքը չկա, պետք չի։ Նույնիսկ երբ որ ես նոր էի արձինատուրա ընդունվել, մեր բաժանմունքում ինձ ասում էին մի հատ վերքած գնա։ Ասենք հիմարների հետ ես համոզում, շատ էին ինձ վրա խոսում։ Ես իրականում նաև կողմ եմ շատ բնականին, ու բնական գեղեցկությունը մի փոքր ընդգծելու։ Լավ, մի փոքրիկ գաղտնի հարց, եթե կարելի է, բայց կարող եք չպատասխանել, եթե չեք ուզում դուք որևէ միջամտության ենթարկվել եք, թե ոչ։ Լավ։ Ես իմ սոցհարթակներում եմ միշտ ասում, որ ոչ։ Ընկերներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ հաղորդումը եթերում է լինելու Կիրակի օրը ժամը 12-ից սկսած չէին սպասում KTM կայքում, որտեղ տեղադրված են մեր բոլոր հաղորդումները, ինչպես նաև մեզ կարող եք հետևել մեր Facebook-յան, Instagram-յան, TikTok-յան, Telegram-յան եւ YouTube-յան պաշտոնական հարթակներում, ինչպես նաև կենտրոն հեռուստաընկերությամբ։ Այս պահին մենք լսում ենք երեխայի ձայնը, ով բավականին ակտիվ աղմկում է դրսում։ Եթե կա հնարավորություն, խնդրում եմ գնանք տեսնենք ինչով է զբաղվում երեխան։ Ինչպես նաև ինձ մի հարց էր հետաքրքրում, երբ մենք մուտք էինք գործում ձեր բնակարան, ես տեսա, որ դռան վրա կա կախիչ եւ աշխարհի ամենաանհարմար տեղում է դա, խնդրեմ, բացվեց եւ կարող ենք տեսնել։ Ինչի համար է այս կախիչը, խնդրում եմ լուսաբանեք մեզ։ Մեր նոր տարվա զարդարանքի։ Հասկացա։ Այ պապան տեսեք։ Շատ պրիմիտիվ էր իրականում պատասխանը, պետք է մի փոքր երևակայությունը լարել։ Գնանք հասկանանք Կարենը ինչով է զբաղվում։ Ահա, տատիկը այլևս չի դիմանում, կարծես թե այս ամեն ինչին։ Կարենը ցանկանում է ինչ դառնալ, ֆուտբոլիստ, վոլեյբոլիստ, բասկետբոլիստ։ Կարծես թե դեռևս ֆուտբոլիստ։ Կարեն, դու որ մեծանաս, ինչ ես դառնալու, խնդրում եմ ասա։ Պապա։
Բաբա։ Շատ լավ պատասխան էր։ Կարող ես բանաստեղծություն ասել լսեն։ Դե մի հատ ծափիկ կասես լսեն։ Դե մի հատ էլ ասա։ Մի հատ էլ ասա թող նկարե։ Մի հատ ճիշտ ասա, ճիշտ ասա։ Գեղեցիկ։ Կարեն։ Բանան մոտարի։ Իսկ ով է ասել, որ այս տարբերակը իրավունք չունի գոյություն ունենալու։ Քանի տարեկան է փոքրիկը։ 2։ Ընկերներ, այս պահին մեր ծրագրում կլինի կարճատև գովազդային դադար, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք մեր զրույցը արդեն խոհանոցի հատվածում։ Շատ լավ։ Բա ինչի չասեցիր սիրուն արևս։ Բանան մոտարի։ Անահիտ Վահե, համեղ ճաշատեսակներ պատրաստելու գաղտնիքներից մեկը համեղ բաղադրիչներն են, օրինակ նպարեղենը, ալյուրը եւ իհարկե համեմունքները։ Իսկ եթե դրանք փաթեթավորված են գեղեցիկ, մաքուր ու տեսականին շատ, ապա պատրաստման ընթացքը դառնում է կրկնակի հաճելի։ Մառանիկ ընկերությունը սպառողին է ներկայացնում ձավարեղենի եւ համեմունքների ինչպես ավանդական, այնպես էլ հազվագյուտ եւ հարուստ տեսականին, ինչպես նաեւ նորույթ, ապակե տարաներով կարմիր աղացած կծու քաղցր պղպեղներ, սև աղացած պղպեղ եւ սև հատիկավոր պղպեղ աղացով, որը շատ հարմար է եւ հնարավոր է աղալ ցանկացած կերակրատեսակի վրա, ինչպես նաեւ մի շարք այլ համեմունքներ։ Մոտ 30 տարի հայկական շուկայում է, շատ որակով է, իսկ ամենակարևորը շատ համեղ։ Հիշում եք Մառանիկ ընկերության կարգախոսը։ Այո։ Հնչեցրեք, խնդրեմ։ Ընտրյալ հատիկ, համեղ գաղտնիք, Մառանիկ։ Ծափահարություններ սիրով նվիրում ենք։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք։ Սլաբադան ռուսական լավագույն սնունդ արտադրողներից է, որն իր արտադրանքի համար ընտրում է միայն թարմ եւ բնական բաղադրիչներ։ Սլաբադա կետչուպները շատ համեղ են եւ կարող են համադրվել ցանկացած ուտեստի հետ։ Համ, որն արթնացնում է ախորժակ։ Սլաբադա բուսայուղերն ունեն հաճելի համ եւ բույր։ Տապակելիս չեն փոխում սննդի համը, օգտակար են ինչպես տաք, այնպես էլ սառը օգտագործման դեպքում։ Ըստ Ռոսկաչեստվո 20 թվականի հետազոտության արդյունքների, Սլաբադա արևածաղկի ձեթը ստացել է 5 աստղ եւ մուտք գործել բարձր կարգի ձեթերի կատեգորիա։ Շատ որակով ապրանքանիշ է, խորհուրդ եմ տալիս միշտ օգտվել։ Սիրով նվիրում ենք։ Շատ շնորհակալ ենք, անպայման կօգտագործենք։ Հանձնեցինք մեր գործընկերների կողմից տրամադրված ապրանքները ձեզ։ Շատ շնորհակալ ենք, անպայման կօգտագործենք։ Հրաշալի որոշում։ Անցնենք խոհանոցի հատված եւ քննարկենք խոհանոցին եւ ներքին խոհանոցին վերաբերող հարցեր։ Ով է ձեր տանը հիմնականում լինում խոհանոցում։ Ես։ Վահե, դուք չկաք Չէ, ես խոհանոցում։ չկամ։ Մինչև ամուսնանալը շատ սիրում էի պատրաստել, բայց ամուսնանալուց հետո երևի 1-2 անգամ պատրաստած լինեմ, թե չէ։ Ինչով էր դա պայմանավորված։ Մենակ էր ապրում ինչ։ Այն ժամանակ մենակ էի ապրում, պատրաստում էի, հիմա անայտը շատ համեղ, ամեն ինչ անում եմ, Ասում եմ, որ շատ համեղ եմ սարքում։ Կարիք չկա խոհանոց մտնելու։ Ինչն է ամենաշատ Անահիտը համեղ սարքում, խնդրում եմ թաքուն ասեք մեզ։ Ինչը պատրաստում ես, ամեն ինչը համեղ է։ Բրավո, հրաշալի պատասխան։ Անահիտ, իսկ ըստ ձեզ Վահեն ամենաշատը ինչն է սիրում ձեր պատրաստածներից։ Ես պատրաստածներից ես ամենաշատը Ժուլիենն եմ սիրում։ Շատ լավ է ստացվում։ Վահեն էլի Ժուլիենն երևի, չէ՞։ Ժուլիենը հաղթեց։ Ախտե Ժուլիենը։ Անցնենք արդեն ներքին խոհանոցին։ Կասեք դեպքեր ձեր պրակտիկայից, որոնք ձեզ վրա շատ մեծ հետք են թողել եւ մինչեւ այսօր չեք մոռանում այդ ամենը։ Բժշկական պրակտիկայից։ Այլ պրակտիկա կարծում եմ չկա, չէ՞, միայն բժշկի մասնագիտությունն է ձերը։ Իրականում շատ մեծ հետք է թողել ինձ մոտ։ Ճիշտ ասած չէի ուզի այդքան էլ բարձրացնել պատերազմի ժամանակ դե ինչպես նշեցի, մենք նաև միկրովիրաբույժ ենք ու մեր բաժինը շատ ծանրաբեռնված էր աշխատում, որովհետև հիմնական վիրավորները հենց մեր բաժնի պացիենտներն էին ավելի շատ։ Այդ ժամանակ այնքան վատ բաներ եմ տեսել, որ չգիտեմ, շատ սենց աչքից դիմաց են այդ տղաները երիտասարդ, այդ վիճակով, մի խոսքով շատ վատ տպավորություններ են, շատ ծանր շրջան էր, ես նույնիսկ իրենց համար ուտելիքներ էի պատրաստում, տանում էի։ Ընկերներ, ինչ է պետք լավ բժիշկ դառնալու համար, որովհետև Կարեկցանք առաջին։ Կարեկցանք, բայց ասում են նաև սառնասրտությունը պետք է Չէ, ես պահպանել։ կարեկցանքը կնշեմ։ Պետք է սառնասրտությունը շատ է,
օգնում։ Բայց կարեկցանքը ավելի շատ, որովհետև երբ որ հիվանդը գալիս է քո դուրը բացում է, ինքը արդեն իսկ վատ վիճակում է, արդեն իսկ հոգեբանորեն ճնշված է ու որ մի հատ էլ դու, չգիտեմ, սառը դեմքով կամ մունատ դեմքով իրեն դիմավորես, դա շատ վատ է անդրադառնում իրենց վրա։ Բայց որ դու ժպիտի դեմքիդ ուրախ, իրենք էլ են ուրախանում, իրենց տրամադրությունն էլ է բացվում։ Մի խոսքով կարեկցանքը շատ կարևոր է, բժիշկներ ջան, հիշեք։ Կա մի կարծրատիպ, որ ժամանակին մարդիկ բոլորը պատկերացնում էին, որ բուժ հաստատություններում աշխատողները պետք է լինեն ձեր ասած բոլոր բնավորության գծերով, այսինքն մունաթով պետք է լինեին եւ այլն եւ այլն։ Ինչով է դա պայմանավորված ըստ ձեզ, ինչու էր դա ձևավորվել։ Հոգնածությամբ բժիշկների կարծում եմ շատ վատ դեպքեր տեսնելով, ամեն ինչը ազդում է բնականաբար մեր հոգեկան աշխարհի վրա։ Բայց հիմնականում բժիշկները չէին լինում այդպիսին, այլ լինում էին կողքի աշխատող մարդիկ հիմնականում։ Բուժքույրեր։ Բուժքույրեր, այո։ Բուժքույրեր միշտ։ Ոչինչ չի փոխվել։ Բայց ինչու։ Բուժքույրները մեր շատ մեծ օգնականներն են։ Ես մեր բոլոր բուժքույրերին շատ եմ սիրում, բայց կարծում եմ մի քիչ խստություն ունեն իրենք միշտ, հատկապես ավագ բուժքույրերը։ Դա այդպես պետք է լինի, ես ոնց հասկացել եմ։ Ձևը այդպես է։ Ձևը այդպես է։ Հասկացա։ Լավ, շարժվենք առաջ, խնդրում եմ բացահայտեք մեզ համար ձեր բնակարանը։ Ուր ենք գնում։ Կարող են գնալ ննջասենյակ։ Եկեք գնանք մեր ննջասենյակ։ Գնանք ննջասենյակ ճանապարհին զրուցելով։ Քանի մետր քառակուսի է բնակարանը։ 100 մետր քառակուսի։ Ուղիղ 100 մետր։ Ահա պատշգամբի հետ 100 մետր քառակուսի։ Եվ այսպես հասանք ձեր ննջասենյակ։ Ձեզ հետ է նաև Կարենը այստեղ հանգրվանում։ Դեռ այստեղ է քնում։ Ահա։ Ավելի ճիշտ այստեղ չէ, մեր մեջտեղում։ Բայց բժիշկները ասում են եւ մասնագետները ասում են չի կարելի։ Կիսում եք այդ կարծիքը թե ոչ։ Գուցե կիսում եմ, նախկինում եմ կիսել, բայց հիմա ինչ արած, երեխան պնդում է։ Ցանկանում է։ Ինչ կարող ենք անել, ոչինչ։ Տեսախցիկը անմիջապես ձեր մահճակալի վերևում Կարենին քնած ժամանակ հսկելու համար է։ Այո։ Այն ժամանակ, երբ որ մենք ֆիլմ ենք դիտում, ստերից հսկում ենք։ Գնում ենք այնտեղ, սրա օգնությամբ իրեն նայում ենք։ Բավականին հեշտացել է, չէ՞, հիմա ծնողների կյանքը, մոտ 20-30 տարի առաջ ամեն ինչ այսքան հեշտ չէր։ Միանշանակ։ Ես կարծում եմ, որ այո։ Եվ հետո շատ կարևոր է նաև օգնություն ունենալ։ Դե ես բարակայում մաման է ինձ շատ օգնում, ես աշխատանքի եմ լինում, մամայի մոտ է լինում, դեռևս այսպես համարձակությունից չի ներում տանեմ մանկապարտեզ, ինձ միշտ թվում է, որ իրեն այնտեղ վատ կվերաբերվեն, ես չեմ իմանա, գիտեմ, որ այդպես չի լինի, բայց դեռևս չեմ համարձակվում տանեմ։ Մի տեսակ դեռ տրամադրված չեմ։ Որ մասնագիտությունը կցանկանաք, որ ձեր երեխան ունենա։ Ոյ բժիշկ չէ։ Բժիշկ Միանշանակ է այդպես որոշել եք, որ բժիշկ չեք ուզում։ Չեմ արկելի երբեք, ինձ թվում է վահեն էլ չի արկելի։ Իսկ կբանրամասնեք թե ինչու։ ավելի լավ կմանրամասնես։ Վայ, այդքան տարի սովորել, այդքան տարի էներգիա, ռեսուրս դնել, տանջվել, հետո լիքը, ասում եմ, դժվար դեպքեր տեսնել, որոնք ազդում են քո հոգեբանական աշխարհի վրա, շատ ծանր է բժշկի գործը, մեծ պատասխանատվություն, հասարակ անգամ մեկ ներարկումը, ես որ մի ներարկում եմ անում, օրինակ բոտոքս եմ անում, ես գալիս եմ տուն ու մի քանի օր մինչև ամեն ինչ լավ չի լինում, պացիենտը չի գրում, որ ամեն ինչ նորմալ է, չգիտեմ, ինչ որ բարդություններ չեն առաջացել, ես չեմ հանգստանում, ես չգիտեմ, շատ դժվար է, հոգեպես շատ ծանր է եւ նաեւ ֆինանսապես էլ ինչու ոչ։ Գիտեք ինչ, այդ 10 տարիների ընթացքում, երբ որ դու սովորում ես, դու չես կարողանում աշխատել, կամ զուգահեռ ինչ որ ուրիշ աշխատանք պետք է անես, որը շատ խանգարում է։ Որը նաև խանգարում է բնականաբար ուսմանը, չնայած ես այդպես սկսեցի անել, երբ որ արտինատուրայի երկրորդ կուրսում էի, արդեն սկսեցի բլոգ վարել, ու դե բնականաբար մի քանի ամիս անց բլոգով սկսեցի գումար վաստակել, բայց եթե կողքից չլինի ինչ-որ ֆինանսի եկամուտ, չստացվի այնպես, որ աշխատանք գտնեն եւ այլն, շատ դժվար է։ Բժշկին հետո ընտանիք կազմել, այդ ընտանիքը պահել, ֆինանսական առումով շատ դժվար է։ Իրականում կողքից թվում է, թե բժշկի մասնագիտությունը ամենանախանձելի մասնագիտություններից մեկն է եւ նրանք որևէ հոգս չունեն, ցանկացած առողջական խնդիր միանգամից լուծվում է,
բայց փաստորեն կան նաև մութ կողմեր, որոնք մենք չենք տեսնում։ Ես կարծում եմ ամենաշատ հոգսը բժիշկներն ունեն հենց։ Անահիտ կհիշեք ձեր առաջին վիրահատությունը երբ էր եւ ինչ վիրահատություն էր։ Միայնակ։ Այո։ Միայնակ։ Այո, որպես Միայնակ պրոֆեսիոնալ բժիշկ։ Առաջինը բլեֆարոպլաստիկա։ Դա որն է։ Դա երբ որ օրինակ վերին կոպերի կախվածություն կա, հեռացնում ենք ավելցուկ մաշկը, ճարպային ճողվածքները, մկանից մի փոքր։ Այցելուն գիտեր, որ դա ձեր առաջին վիրահատությունն է։ Այդպես հստակ չէ, այդքան էլ։ Բայց իմ կարծիքով զգում էր։ Նույնիսկ գնաց ժամանակ։ Չէ, իրականում ես երբեք չեմ խաբել ու իմ ավակ ընկերոջ մասնակցությամբ է դա եղել, այսինքն ավակ վիրաբույժի հսկողության ներքո է դա եղել, ով արդեն մի քանի տարի վիրահատել է, բնականաբար լրիվ միայնակ ճիշտ չէր լինի հաստատ։ Վահե իսկ ձերը։ Քանի որ այդքան վիրահատություն չի մեր, ավելի ճիշտ այդքան դժվար չի աշխատանքը, ես 4 տարի առաջ հենց ավարտել եմ անմիջապես անցել եմ աշխատանքի։ Կրկին այցելուն տեղյակ չէր, որ դա առաջին անգամն է, երբ ակցիանը վերցրել եք։ Չէր, ընդհանրապես տեղյակ չէր, չէր պատկերացրել, որ առաջին անգամ է։ Գնանք, շարունակենք բացահայտել ձեր բնակարանը։ Ուր ենք գնում։ Գնում ենք մեր մյուս ննջասենյակը։ Ժամանակակից տեխնոլոգիաներ եք սիրում նաև, Անահիտ, հենց այս պահին բոլորս հասկացանք, Վարսահարդարից։ Դա Վահեի նվերն է։ Հա։ Ամենահեշտ գործն է, չէ՞, երբ ինչ-որ մի ապրանք սկսում է լայն տարածում ունենալ, միանգամից կարողանում են կողմնորոշվել նվերի հարցում։ Բոլորս ենք դրա տուժածը։ Ուր ենք գնում։ Մեր երկրորդ ննջասենյակ, որը Սա իրականում հիմա ավելի ծառայում է պահեստային Ասա Կարենի խաղասենյակն է։ այո։ Եվ եւս մեկ ժամանակակից տեխնոլոգիայի դրսևորում գետնին ռոբոտ փոշեկուլ։ Մի կոշիկն է մեր։ Չհասցրեցի հաջորդ հարցը տալ, որովհետև բոլոր տներում, որտեղ կան ռոբոտ փոշեկուլներ, նրանք պարտադիր ունենում են անուններ եւ շատ տարօրինակ անուններ, հատկապես ինչու Միկուշիկ։ Մեր Շունիկի անունը, մենք Շունիկ ունենք, շպից, իմ հայրական տանը։ Միկի է։ Միկի անունը, այդպես։ Նման է Միկիին։ Միկուշիկ։ Միկուշիկ։ Ինչով է սիրում Կարենը խաղալ, մեքենաներով, զենքերով, թե զարգացնող խաղեր, դուք ինչ եք նախընտրում, որ դրանցով զբաղվի Շատ երեխան։ սիրում է մեքենաներով, զարգացնող խաղերով, գնդակը շատ սիրում խաղալ։ Պլաստիլինովը շատ սիրում։ Պլաստիլինովը շատ Հավաքել սիրում։ փազլներ է սիրում Շատ լավ փազլներ է հավաքում, Մի մենակ։ քլիկ փազլներ ունի։ Իր սիրելի զբաղմունքն է փազլ հավաքելը։ Դուք երկուսդ էլ շատ զբաղված եք եւ առօրյան շատ լցված է։ Ով է զբաղվում երեխայի դաստիարակությամբ, չնայած տատիկի ներկայությունից ամեն բան կարելի է հասկանալ, բայց չեմ կարծում որ ամեն օր հնարավոր է լինում դա։ Չէ, ամեն օր չէ, դե շաբաթ-կիրակի միշտ մեզ մոտ է։ Մնացած օրերին էլ եթե գրանցումներ ես կլինիկայում չեմ ունենում, իսկ բլոգը թույլ է տալիս ինձ ազատ գրաֆիկով աշխատել, այդ ժամանակ փոքրիկ իմ մոտ է լինում, իմ կամ Վահե, եթե Վահեն էլ է տանը լինում, միասին զբաղվում ենք, գնում ենք խաղասրահներ, շատ է սիրում։ Իդեպ ձեր նախորդիվ խոսքում նշեցիք, որ ունեք ազատ գրաֆիկ։ Դա ինչպես է հաջողվել, խնդրում եմ, դա էլ մանրամասնեք։ Տեսեք, քանի որ ես պլաստիկ վիրաբույժ եմ որպես աշխատում, իմ վիրահատությունները բոլոր պլանավորված են։ Այսինքն պլանային վիրահատություններ են, ես գնում եմ կոնսուլտացիաների, երբ որ ունենում եմ կոնսուլտացիաներ, քննարկում եմ պացիենտիս հետ վիրահատության օրը եւ այլ մանրամասները։ Այդպես հնարավոր օրինակ երկուշաբթի լինի կոնսուլտացիա, երեքշաբթի չլինի, չորեքշաբթի լինի վիրահատությունը։ Այդպես։ Դրա համար ավելի շատ լինում են օրեր, որ ես տանը կարողանում եմ լինել։ Նշեցիք, որ նաև միկրովիրաբույժ եք, այդ դեպքում հերթապահություններ չկան հիվանդանոցում։ Ես ընտրել եմ այս պահին պլաստիկ վիրաբույժի ճանապարհը, միկրովիրաբույժությամբ դեռևս չեմ պլանավորում զբաղվել։ Որպեսզի հերթապահություններ եւ այլն չլինեն, որ կարողանամ ընտանիքին ավելի շատ ժամանակ տրամադրել։ Վահե, ստացվում է, որ մենք մի փոքր անվճար խորհրդատվություն ենք իրականացնում, բայց չենք կարող չօգտվել առիթից։ Կնշեք բոլոր այն վնասակար սովորությունները կամ սովորությունները, որոնք վնասում են մարդկանց ատամներին։ Վնասելը ինձ թվում է սուրճը, ծխելը։ Հենց ծխելու մասին հոլովակոնի ինքը իր էջում, որ ծխելը շատ է վնասում, գույնը, էմալը փոխվում են։
տնային պայմաններում սպիտակեցում ատամները շատ մեթոդներ կան սպիտակեցնելու, որը որ շատ վնասում է։ Սոդայով եւ լիմոնով։ Սոդայով, լիմոնով այո, շատ վնաս է։ Չէին սպասումն է ձեզ այցելել կարծես թե, չէին սպասում երկու հաղորդաշարն է։ Մի րոպե։ Հյուրեր եք սպասում։ Ճիշտ ասած ոչ։ Ոչ, միգուցե երեխան է ցանկանում վերադառնալ տուն։ Բացահայտենք, թե դադարեցնենք նկարահանումը։ Ինձ թվում է դադարեցնենք։ Բարի։ Շարունակենք մեր զրույցը, կանգ առանք վնասակար սովորությունների վրա։ Ինչն է վնասում։ Վնասականներից ամենակարևորը արևածաղիկ մաքրելն է։ Ատամներով իհարկե, որը որ շատ վնասում է։ Էստետիկան։ Դժվար է բժշկի։ Սոդայով մաքրելը։ Իդեպ Վահանել էր նույնը ասում։ Ու այդպես ամեն ինչը վնասում է ատամներին, կարելի է ասենց ասել, պետք է ուղղակի լավ խնամել։ Հասկացա, լավ խնամքի միջոցներ ընտրել եւ ատամնաթելեր ամենակարևորը։ Այո, ամենակարևորը։ Իսկ դուք Անահիտ կնշեք բոլոր այն վնասակար սովորությունները, որոնց արդյունքում մարդիկ սկսում են գիրանալ, հետո սկսում են դիմել ձեր օգնությանը, մի փոքր էլ ձեր անձնական դաշտ մտնենք մասնագիտական։ Դե օրինակ այդ գիրանալը այդքան մասնագիտական չի, մերը ավելի շատ գիրանալուց հետո նիհարելուց հետո կախված որովայն եւ այլն հեռացնելն է, բայց բնականաբար առողջ սննդի կողմնակից եմ, ինչքան հնարավոր է փորձում ենք առողջ սնվել, բայց չեմ խափի կասեմ, որ նաեւ fast food ենք երբեմն օգտագործում, բայց խորհուրդ կտամ, որ քիչ օգտագործեք, գազավորված ըմպելիքներից զերծ մնաք, քաղցրը չափավոր, ես ինքս քաղցրակեր չեմ, դա ինձ շատ հեշտ է տրվում, մարզվել իհարկե, որ ես չկամ, որտեղ ես չկամ, միշտ ամեն անգամ պլանավորում եմ գնալ ու չի ստացվում ժամանակի առումով, ոչ մի կերպ չեմ կարողանում, բայց անպայման խորհուրդ կտամ, որ օրվա ընթացքում ֆիզիկական ակտիվությունը ապահովեք, գոնե դուրս գաք քայլեք։ Նորմալ երևույթ է, չէ՞, երբ բժիշկները խորհուրդ են տալիս անել բաներ, որոնք իրենք չեն անում։ Իհարկե։ Իհարկե։ Շատ Լավ, շարունակենք, գնանք հյուրասենյակի հատված եւ մեր զրույցը կամաց մոտեցնենք իր ավարտին, բայց դեռ խոսելու բավականին երկար ժամանակ ունենք։ Ընկերներ, դուք անդադար նշում եք, որ 3.5 տարի առաջ միասին եք սկսել ապրել կամ 4 տարի առաջվանից միասին եք սկսել ապրել, բայց վստահաբար դուք ունեցել եք ձեր հստակ պատկերացումը տարիներ առաջ եւ տարիներ հետո։ Դրանք համապատասխանում են իրար, այսինքն այն պատկերացումները, որոնք ունեցել եք, իրականացել են, թե որոշակիորեն են իրականացել։ Ընտանիքի առումով իրականացել է ամբողջությամբ, գործը դեռ կիսով չափ։ Ես էլ նույնը կասեմ։ Իսկ ձեզ 10 տարի հետո ինչ է ձեզ սպասվում։ 10 տարի հետո համեցեք, տեսնենք ինչ է եղել։ Շատ լավ պատասխան էր, բայց ես կոնկրետ շոշափելի պատասխան եմ ակնկալում ձեզնից։ Ես կարծում եմ ընտանիքի առումով նույն ձև շարունակվելու է, չէ՞։ Բազմանակ։ Այդ չեմ խոստանում։ Ահա։ Որովհետև երեխայի հետ իմ ստրեսերը մեծացել են բավականին։ Որպես ես շատ ստրեսային պանիկյոր մամա եմ։ Բայց շատ հանգիստ եք հիմա դուք մեզ այդ զրույցում ունեք։ Ես առհասարակ շատ հանգիստ մարդ եմ, շատ այսինքն խոսքի մեջ, կյանքում շարժվել եմ, ինչ որ գործ անել, ամեն ինչ հանգիստ է, բայց եթե ինչ վերաբերում եմ հարազատներից մեկի առողջությանը, առողջական վիճակին, անգամ սովորական հիվանդանալը ինձ համար դա մեծ ողբերգություն է։ Հատկապես բալիկի։ Զինվորական կյանքում ամեն բան շատ պարզ է։ Զինվորից ձգտել դառնալ գեներալ։ Մեր մասնագիտության մեջ փոքր դերերից հասնել գլխավոր դերերի։ Բժշկության մեջ վերջնակետը ի վերջո ո՞րն է։ Ինձ համար բարդ վիրահատություններ կատարելը ավելի բարդ։ Հիմա ես սկսել եմ մի փոքր ավելի հեշտ վիրահատություններից, ինչպես նշեցի, ես բային ավելի շատ բլեֆարոպլաստիկա, օտոպլաստիկա, բայց կուզեի ավելի ծավալային վիրահատություններ անել, դրա համար պլանավորում եմ արտերկիր գնալ, վերապատրաստվել, Կրկին սովորելու։ կրկին սովորել։ Միշտ պետք է սովորի բժիշկ։ Ինչ ասել է բարդ վիրահատություն, ո՞րն է համարվում բարդ Ավելի վիրահատություն։ ծավալային վիրահատություններ։ Դե օրինակ նաև, այսպես ասեմ, մեր
պլաստիկ վիրաբուժության մեջ բարդ վիրահատություններից են ռինոպլաստիկան, ֆեյսլիֆտը, դեմքի ձգումը, այդ երկուսը բավականին ավելի բարդ վիրահատություններ են համարվում, որովհետև օրինակ դեմքի ձգման ժամանակ վտանգ կա վնասելու դիմային նյարդը, դա շատ վտանգավոր է, պետք է լավ տեխնիկա ունենալ։ Դե ռինոպլաստիկայի ժամանակ էլ բնականաբար աշխատում ենք գանգի ոսկրերի հետ եւ այլն, դա եւս բավականին վտանգավոր վիրահատություն է։ Ես էլ լինելով մի փոքր վախկոտ, բայց ասա-ֆիլմերի սիրահար։ Հետագայից եմ ես վախենում, հետագա բարդություններ չլինեն պացիենտների մոտ, շատ զգուշավոր բժիշկ եմ ես։ Ուզում եմ այնպես լինի, որ ամեն ինչ կատարյալ լինի, ես գնամ, փորձեմ նույնիսկ դիակային կուրսերի եմ ցանկանում գնալ։ Ինչերի։ Դիակային կուրսերի։ Դա ինչ է նշանակում, ներողություն։ Դիակների վրա կատարում ենք վիրահատություններ եւ սովորում ենք այդպես։ Ստատիստիկ պահանջորոշի մեջ։ Ես լիահույս եմ, որ Հայաստանում դեռ չկան կադավր կուրսեր, արտերկրում ես չեմ ուզում շատ ծավալվել այդ թեմայի շուրջ, բայց չեմ կարող չհարցնել ինչպես է դա կատարվում, այսինքն վիրահատություն պետք է ունենալ արդյունք, բայց քանի որ մարմինը կենդանի չէ, արդյունքը տեսանելի չի կարող լինել, չէ՞։ Դա իմ շատ փոքրիկ եւ սահմանափակ պատկերացումն է բժշկության եւ անշունչ մարմինների մասին։ Եկեք ուզում եք այդ պահը չխորանանք։ Հա։ Դա Վինչին դա ժամանակին փորձել է անել իհարկե։ Չվախեցնենք։ Դե ինձ թվում է այն մարդիկ ում վրա որ վիրահատություն եք անելու էլ չեն վախենա, որովհետեւ այդ զգացողությունները չունեն։ Ամեն դեպքում կուզեմ, այո, հետագայում ավելի ծավալային եւ ավելի բարդ վիրահատություններ անել։ Ես չգիտեմ, այս դեպքում ասեմ տա Աստված, որ ձեր երազանքը իրականանա, թե ոչինչ չասեմ, բայց լավ, ամեն դեպքում։ Վահե ձեր պարագայում ինչպես է, որն է վերջնակետը։ Ինչ պետք է կարողանա անել պրոֆեսիոնալ ատամնաբույժը։ Ինչ թվում է Գերպրոֆեսիոնալ ավելի ճիշտ։ Իմպլանտացիան է, ինձ թվում է վերջին վերջը ստոմատոլոգիայի, որը պետք է անի ու վերջ։ Եթե բերանի խոռոչով է սահմանափակվում։ Ձեր մասնագիտությունը կոնկրետ սահմանափակվում է բերանի խոռոչով, այսինքն դիմացնոտային վիրաբույժ չէ։ Դիմացնոտային վիրաբույժ չէ։ Այսինքն եթե դուք կարողանում եք տեղադրել իմպլանտներ, արդեն կարելի է համարել ձեզ աս։ Այո։ Լավ։ Նաև տարածված մի կարծիք կա, որ ասում են դա այնքան էլ հիգիենիկ միջավայր չէ բերանի խոռոչը եւ ամեն մարդ չէ որ կարող է ընտրել այդ տեղը աշխատելու համար, չգիտեմ ինչպես ճիշտ ձևակերպել։ Բերանի խոռոչ։ Դա հասկացա։ Եթե փորձեմ շատ խոսակցականով, դա ամենակեղտոտ տեղն է, որտեղ հնարավոր է գործ անել։ Այդտեղ պիտի նաև սեր առաջանա, չէ՞, տեսնել բաներ, որոնք սովորական մարդկանց համար անտեսանելի են։ Դա ինձ թվում է նույնն է, ինչ արյան հետ աշխատելը։ Այսինքն ինձ թվում է նույնն է, եթե ուրիշ բժիշկներ արյան հետ են աշխատում, իմ համար դա նույնն է, ինչ բերանի խոռոչում աշխատելը։ Այսինքն չէ։ Ես չէի կարող։ Ընտանեկան դեբատներ են հիմա։ Ես միշտ ասել եմ, ես չէի կարող ատամնաբույժ աշխատել։ Ինչու տեսարանները ամեն դեպքում ձեզ այդքան էլ հաճելի չեն, թե ուղղակի շատ թույլ է, դեռ քիչ է արյունը։ Մի քիչ զզվող եմ։ Եթե արյունը չի նշանակում, որ արյունը ուրեմն դա շատ մաքուր է, մարդիկ չեն զզվում։ Շատ մարդիկ արյունը տեսնում նորից զզվում են։ Ճարպերը արյուն նույնն էլ բերանի խոռոչն է, ինձ համար չասեմ հաճելի է, բայց ես չեմ զզվում այդ։ Բայց ես սիրում եմ մասնագիտությունը։ Ես շատ եմ սիրում մասնագիտությունը։ Բահե, մի գաղտնիք խնդրում եմ բացեք մեզ համար, ով է ձեր ատամնաբույժը։ Ճիշտ ասած իմ ատամները ես նենց եմ խնամել, որ շատ 1-2 անգամ եմ դիմել ատամնաբույժի ու իմ քավորն է իմ ատամնաբույժը։ Հասկացա, ընտանիքի անդամ է ամեն դեպքում։ Ինքը նույնպես ատամնաբույժ է։ Բոլորին ուղղորդենք նրա մոտ, թե ուղղորդենք ձեզ մոտ։ Մեր կլինիկա։ Ձեր կլինիկա, լավ։ Իսկ Անահիտ, ձեր ատամնաբույժը ով է, Վահե։ Բայց այնքան եմ ներվերը կայքում, որ ասում եմ չի գալիս։ Ինչու՞։ Վախենում եք, բժիշկներից վախենում եք։ Լավ լուրջ։ Սարսափում։ Լավ լուրջ։ Ատամնաբուժանից փախել եմ մի քանի անգամ։ Ինչու՞։ Ցավին դիմացող չեմ։ Անահիտ, դուք հաստատ բժիշկ եք։ Ծայրահեղությունից ծայրահեղություն։ Ուղղակի չեք գնում, չէ՞, վիրահատարան նայում եւ հետ վերադառնում շատ հոգնած, ուղղակի արյունով ձեռնոցները հանում։ Տեսեք, ոնց որ ձուկը ջրում, ես այնքան շատ եմ սիրում։
հանգստանում եմ ես այնտեղ, հիանալի է ամեն ինչ, բայց որ ես պետքա գնամ, ես պետքա պացիենտ լինեմ, շատ Ես ծանր է։ մասնակցել եմ իր վիրահատություններին, լրիվ ուրիշ մարդ։ Շատ ցանասիրտ եմ ես վիրահատարանում շատ։ Ինչ վիրահատություններ։ Բլեֆարոպլաստիկ։ Դա Առաջին անգամ որ վիրահատել։ Ես հասկացա։ ներկայացա։ Մարտիկ էիք տալիս ես այդ որպեսզի գոտե պնդեն, հասկացա։ Շնորհակալություն ընկերներ ծավալուն հետաքրքիր զրույցի համար։ Ես կարծում եմ, որ բավականին ինֆորմատիվ ստացվեց մեր զրույցը։ Մեր հաջորդ հանդիպումը կլինի ձեր դռան դիմաց։ Ձեզ նույնպես շնորհակալություն։ Ձեզ նույնպես շնորհակալ։ Ընկերներ, շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, բայց մինչ ձեզ հրաժեշտ տալը, խնդրում եմ ասել, ինչպես եք կարողացել այս շքամուտքը դարձնել Կարենի ավտոկայանատեղին եւ ոչ միայն ավտոկայանատեղին։ Ես ավելին ասեմ, դեռևս մեկը պակասում է այստեղ։ Իդեպ ուր է ձեր փոքրիկը։ Մայրիկի հետ գնաց զբոսանքի։ Բակում է նա։ Լավ։ Շնորհակալություն, ձեզ մաղթում եմ լավ օրվա շարունակություն։ Ձեզ Շատ շնորհակալ ենք։ Հաջողություն։ Կրկին համեցեք։ Սիրով։ տեսություն։ Ցտեսություն։ Система «Органик Контроль» подтверждает безупречную природную чистоту масла «Слобода». «Слобода Органик Контроль» – проверенное качество природного продукта. Նորույթ Մարանիկից։ Մարանի համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանի համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Мараник. Каждая девочка хочет быть идеальной мамой и женой. А каждая женщина просто быть собой. Майонез «Слобода». Давайте быть довольными, а не идеальными.